Այսօր առավոտը չնայած նրան, որ շաբաթ օր է, սկսվել է բավականին վաղ, որովհետև ես գնում եմ Լոռու մարզ հանգստանալու։ Առաջին կանգառը եղել է բենզալցակայանը, որտեղ որ բենզին եմ գցրել ինչ-որ լոգիկային մոտ ու վերցրել եմ սուրճ թարմանալու ու ճանապարհը շարունակելու համար։ Վլոգի ընթացքում էլ դե բնականաբար ցույց կտամ, թե ուր եմ գնում, ինչ եմ անում, որ դուք էլ հանգստյան օրերը պլանավորելուց այդ մտածելու կարիք չունենեք։ Ես վլոգը նայեք, նույն ուղղություններով գնաք։ Քանի որ ես էլ վլոգեր նայելուց հիմնականում հաց եմ ուտում, եթե հաց ուտողներ կան, ձեզ բարի ախորժակ։ Առաջին ուղղությունը Սևանի թերակղզիներ, իսկ ավելի կոնկրետ Սևանավանքը։ Այստեղ եղանակը բավականին ցուրտ էր ու անձրևոտ, բայց տեսարանները շքեղ էին։ Եկա տեսա շատ սիրեցի քո համով ջուրը, քո վարդագույն քաղաքների անուշ գարունը։ Այս պապիկը ռուս աղջիկներ ա տեսել ու ամեն գնով փորձում է ինձ հանի, որ առնեն, թռցնեն։ Սինած այդ ռուս աղջիկները չգիտեն այդ ինչու է, ուղղի պետք է թռցնեն։ Նամ չէ բրնի կես պես, արի գնամ լավ կեպրենք Հայաստանի սարերում, անուշ ամով գիրի խմեն մեր բաբերի բավերում, արի գնամ լավ կեպրենք Հայաստանի սարերում, անուշ ամով գիրի խմեն Հայաստան աժաշներում։ Ես նենց հենց հենց էս եղանակ ինձ բերանը Շվան պերիչնվա, գետինը ճոքնվա, վարդը դուսագանի Օչի դեսի դո դեսնի, Հայաստանը սիրուն է Օչի դեսի դո դեսնի, մեր Սևանը սիրուն է Արդեն հասել ենք Լոռու մարզ, տեղավորվել ենք ես իրուն տնակում, այսօրվա մեր տունն է, դեռ ինչ-որ համոկությունները արդեն կազմակերպված, զույց տամ, թե ինչ ունենք, ստեղ խոհանոց, ամեն ինչով, ամեն հարմարություններով, ստեղ ունենք լոգարան, լոգարանում այն բոլոր հարմարությունները կա, ստեղ սրտիչներ, Ես իննա իրանցը չի, ատամիչոք, ֆեն, հոճար, մի խոսքով են ամեն ինչը ինչը որ պետք է, բայց իմ համար այս տան ֆիշկան իրականում հենց այդ դրսի հատվածն է, որովհետև այս դրսի հատվածում ունենք ջակուզի, որի բլբլթիկները մտնելու ժամանակ պետք միացնել, կարծեմ 40 թե 50 աստիճան մինչև մինիմում աջուրը, այստեղ ունենք գրիլի սարք, խորովածի շոշեր, որտեղ են հատվածում մանգալեր կա, այս նստելու հատվածն է, իրականում ցուրտ է բավականի դուրս է նստելու համար, բայց կփորձենք։ Այս հատվածում հնարավոր խարույկան է, իրում տեսանելով նստել ու բացի հետ կա տեղ սենց պիտակ պաստար, որի վրա հնարավոր է ֆիլմ նայել, ինչ-որ մի բան անել, մի խոսքով հավես քոթիշկա վիճակներ։ Կարող եք ինձ մեկնաբանություններում բարի ժամանց մաղթել, կարող եք ինձ մեկնաբանություններում բարի ժամանց մաղթել ու մի խոսքով դուք էլ ինձ հետ վայելեք այս տեսարանը։ Որ ասել էի, այստեղ կա գրիլի ապարատ, հիմա սա արդեն տաքացել է ու ես այստեղ պատրաստում եմ գրիլ անել նրբերշիկ, բատիկջան ու կաբաչկա։ Հայերեն անվանումները մոռացա, այնտեղ էլ կրակ է վառվում, հեսա խորովածն է լինելու, խոսքով սենց շարեմ մի քանի հատ։ Հուսով եմ նրբերշիկը նորմալ կնից, այս տարբերակով։ Սա խմբուկն է, մենակ աղով է համեն բայց։ Տեսարանը տեսարան, բայց տեսարանով դժվար կշտանանք, դրա համար ստեղ պատրաստվում է խորովածը։
Վերջնական տեսքն է, գրիլ արած բանջարեղենն է, նրբերշիկը, ստեղ էլ տեղ խորովածն է եղել, տոկ, հեսա նստում ենք համով հաց ուտենք, տեսարանը չենք մոռանում։ Եկավ բարյախոժակ մաղթելու ժամանակը հայկական տնական տնավարի սեղան ենք գցել, ստեղ խորովածն է տակ հենց նոր քաշած, ստեղ նրբերշիկա գրիլ արած ու մնացածը ինքներդ տեսնում եք, ստեղ ունենք քամած մածուն, խորոված պղպեղ ու բոբոկ, մի խոսքով այս սեղանը կա, սիրուն տեսարանը կա, Լոռու մարզի մաքուր օդը կա, ինչ ամնում մնում է նստել ու այս երեկոն սիրուն պայելել։ Ինձ թվում է սա հանգստի համար իդեալական տարբերակ է, հատկապես այս տեսարանով, հեռվում լուսինն է երևում, բայց հեռախոսը այդ ամեն ինչը չի փոխանցի։ Ինձ թվում է հրաշալի զբաղմունք է վերցնել մաշմելոուներ, որոնք չեն երևում, պահել կրակի վրա, խորովել իրանց ու հետո ուտել։ Իսկ քարիկ անելուց ու մաշմելոուները խորովելուց հետո կարելի է նստել ու հիանալ այս լույսիկներով։ Դենդրոպարկում հիմա փոշոտման շրջան է ու երևի այդ է նաև պատճառը, որ մոտակա տարածքներում մարդիկ գալիս են ու պիկնիկ են անում։ Խորոված, սոսնսկի, տամբուլ, դզից։ So we both must be a little wiser. To doing something not quite time. The lights on. Օր երկուսն է սկսվել արդեն, այսօր օրը սկսել ենք դենդրոպարկից, որովհետև հիմա այդտեղ փոշոտման շրջան է ու խոսքով մենք էլ ենք եկել մասնակցելու այդ փոշոտմանը։ Մի այստեղ ռեստորան կա, ավելի շատ հանգստի վայր կա, որ եկել ենք շատ հավանել ենք, իրենց ռեստորանն էլ ենք շատ հավանել, ու քանի որ տենց ված ծառա դուրս ենք եկել, հիմա եկել ենք այստեղ հաց ուտելու, իսկ ավելի կոնկրետ պանիրով ծնված։ Ուտելիքը եկավ արդեն, պամիդորով ծվածեղ, գյուղական կարտոֆիլ, պանիր, ու սենց թարմ համով բաներ, բարյախոժակ մեզ։ Ոչ շատ էսթետիկ բաներ պատմեմ, բայց զուգարանն է աղջիկների երեխաների, ոստե շատ հետաքրքիր էր, ասի այդ էստեղ չեք եղել, ինչի չտենակ, որ որոշել էինք գնալ Թրջկանի ջրվեժ, նավիգատորը ցույց տվեց ճանապարհը, էստա, մեքենան ուղղակի տարբերակ չունի տեղով անցնելու, ջրվեժ չտեսանք, բայց այդ ինչ-որ բան տեսանք։ Այդ քանդած ճանապարհով որոշեցինք քայլենք ու տեսնենք, թե ինչ կա, ահա թե ինչ կար, ինչ-որ լքված շինություն, ստեղ լրիվ ջուր, չգիտենք ուր է տանում ճանապարհը։ Թրջկանի ջրվեժ հասնել չհաջողվեց, բայց եկանք ծակ քաշ։
Ասում են, որ բոլոր մարդիկ ստեղով անցնում են, բայց քանի որ ես ունեմ կլաուստրոֆոբիա, ես չեմ էլ փորձի։ Ճանապարհը այս սենց է, քարերով։ Հիմա էլ ճանապարհը բերել հասցրել եք Գյումրի։ Եկել ենք սուրճ վերցնենք, թարմանանք, մի հատ տեղ ենք ուզում գնանք, տեսնենք ոնց կստացվի։ Մենք քաղաք ենք, որն ունի հազարումի հայատ, ու հայատ իշները և դպրոցը և ադատ, կապ չունի անունըտ վերցինատ է տեսայատ, բարտավոր ես միշտ է քո հարազատ հայատ, երբ ներում դիպես պայթում հայատում, չես մնա ոչ մի սայթում հայատում, մեր հումորը չի խայթում հայատում, Գյումրվա բացահայտում հայատում, երբ ներում դիպես պայթում հայատում, չես մնա ոչ մի սայթում հայատում, մեր հումորը չի խայթում։ Այս ուրախ վլոգի ավարտը տխուր է ստացվում։ Գնացել էինք Շիրակի մարզ, սահմանին բավականին մոտ ու տեսանք Անին։ Այստեղից ավել մոտենալ չէինք կարող, քանի որ սահմանապահների թույլտվությունները անհրաժեշտ։ Տխուր էր տեսնել Թուրքիայի դրոշը ու ընդհանուր առմամբ ամեն ինչն էր տխուր, այսքան հեռվից մոտեցնելով տեսախցիկը նայելը, բայց ամեն դեպքում թեկուզ հեռվից, բայց տեսանք։ Բոլոր գիշեր երազում եմ, բոլոր գիշեր կանչում եմ քեզ, գիշեր ուզում գարոդել եմ, արևի տներն եմ սիրուն ջան, մութ գիշերից լուսավոր աստղը, բոլոր ման Իսկ դուք չմոռանաք հետևել իմ YouTube-յան ալիքին, ինձ ոգևորել ձեր լայքերով ու կոմենտներով, կարող եք ինձ հետևել նաև Instagram-ում, որովհետև այնտեղ ավելի ակտիվ եմ ու այնտեղ մի քիչ ավելի հետաքրքիր է։ Пока!